Հայկական շոու բիզնեսի ամենասիրված զույգերից մեկի Անահիտ Մանուկյանի և Հայկ Հովհաննիսյանի հնարավոր բաժանման լուրերը շարունակում են մնալ համացանցի ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Այն բանից հետո, երբ զույգը դադարեց հետևել միմյանց և հեռացրեց համատեղ լուսանկարները, Հայկի գործողությունները էլ ավելի խորհրդավոր դարձան։ Բաժանման լուրերի տարածման առաջին օրերին Հայկ Հովհաննիսյանը կտրուկ քայլերի դիմեց։ Նա հեռացրեց իր էջի բոլոր լուսանկարները, իսկ գլխավոր նկարի փոխարեն տեղադրեց պարզապես սև ֆոն։ Դերասանի վերջին գրառումը, որը հասցրել էինք ֆիքսել, շատերի մոտ հարցեր առաջացրեց նրա ներքին վիճակի մասին։ Ես ավելի վատն եմ, քան իմ մասին խոսում են, գրել էր նա իր սթորի բաժնում։ Այսօր Հայկը վերադարձել է ակտիվ սոցիալական կյանքին, սակայն նրա առաջին հրապարակումը կրկին զերծ էր պարզաբանումներից։ Դերասանը տեղադրել է տեսանյութ, որ ուղեկցվում է «Հայր մեր» աղոթքի խոսքով։ Դերասանը դեռևս խուսափում է ուղիղ խոսել բաժանման պատճառների մասին, սակայն նրա էջի դատարկությունը և աղոթքի ընտրությունը խոսում են խորը ապրումների մասին։ Մինչ Հայկը հոգևոր և ինքնաքննադատական հրապարակումներ է անում, Անահիտ Մանուկյանը պահպանում է լռություն։ Նա ևս հեռացրել է համատեղ լուսանկարները, սակայն շարունակում է իր առօրյա գործունեությունը առանց անձնական կյանքին անդրադառնալու։ Դեռ ժամանակ առաջ Հայկը հենց բեմից առաջարկություն արեց Անահիտին, իսկ այսօր նրանք ուղղակի լռում են։ Ես սիրել եմ ինքնամոռաց, ինքս ինձ մի կողմ դնելով, ինքս ինձ մոռանալով։ Անահիտը ժամանակին մի հարցազրույց էր տվել, որտեղ երևում էր, թե որքան խորն է նրա նվիրումը այն անձին, ում տալիս է իր սիրտը։ Դե ինչ, մնացեք մեզ հետ հետագա զարգացումներին տեղյակ լինելու համար։ Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։